Թուրքի լավուկը ինքը սատանայա, խապում է ժողովրդին, գետինը մտնի Սերժ Սարգսյանը, որ ես խելագարին բերես կապես ժաններից, ես չեմ ռղել ու գնալ եմ իչե վերջ, ես ոչ վախենում եմ, ոչ ամաչում եմ, և ճիշտ ճակատին շրխկացնում եմ, Կարծեմ այդիկ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գիտե չեք իներ Իվանյան։ Ձեր ծրագիրը, ձեր ներկայացրած ծրագիրը չեք ասում բռնակարաններով ուզում եք ապահովենք մարդկանց։ Ուզում եք այդ ծրագիրին որ օգտվեք, որ դուք Մայր Հայաստանում ապրեք ու բան անեք, որ ասում են ինտեգրվեք։ Նույն միտքն եմ ասում, վերանայեք ձեր որոշումը, մի սահմանափակեք սոցիալական աջակցությունը, մինչև այնքան ժամանակ, ինչքան ձեր տված խոստումները իրականություն դառնա։ Բերեք այդ ձևի մեկ էլ ասեմ։ Մինչև ձեր տված խոստումները իրականություն դառնա։ Հիմի խոցանելու խմբեր սարքելով, հիմի տարբեր ուղղություններով աշխատանքներ իրականացնելով Արցախայցյան մեջ են գցում բառակը։ Մի մասին ասում են դե դուք այս Մի քանի բան ասեք, այդ համագործակցությունը եղել ձեր կարծիքով ինչ է եղել, որ այդպես խոստումներ տվեց կառավարությունը ու իջիկ եղավ։ Խորհրդից դուրս գալու պահով ասեմ, թե Ինչ պատահեց ըստ ձեզ, որ վրանները հանվեցին, պահանջները չկատարվեցին եւ ոչինչ չստացվեց դրա արդյունքում։ Կառավարությունը ի սկզբանե պահանջ էր դրել, որ եթե կառուցողական քննարկումների են գնում, ապա վրանը պետք է հանվի եւ վրանը հանվելու դիմաց 2 ամսով երկարացրեցին աջակցությունը պայմանով, որ այդ 2 ամսվա ընթացքում լավարկումներ կանեն սոցիալական ծրագրերի մասով, մասնավորապես բնակապահովման ծրագրի հետ կապված։ Անկեղծ ասած, ես որպես խորհրդի անդամ հույս չունեի, որ այդ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի այնպիսի բարեփոխումներ կատարել, որ մարդիկ հնարավորություն կունենան վերջապես բնակարան ձեռք բերել, այնուամենայնիվ, քանի որ կար խնդիր, որ մարդիկ արդեն իսկ դրսում էին հայտնվելու ու այդ համաձայնությունը, այսպես ասած, արտագաղթը կանխելու միջոց էր եւ խորհրդի բոլոր անդամների կողմից միաձայն կար այնպիսի համոզմունք, որ չկա որևէ կաշկանդվածություն, եթե 2 ամսում կառավարությունը չկատարի այն խոստումները հիմնարար կետերի, հիմնավոր կետերի մասով դրական փոփոխություններ չանեն, մենք կաշկանդված չենք ավելի մեծ հանրահավաք անելու, մեկ վրանի փոխարեն տասնյակ վրաներ տեղադրելու ու մենք արդեն տեսանք, որ 2 ամսվա ընթացքում ու խորհուրդը նաև հանրությանը հանդես եկավ հայտարարությամբ, որ եթե չենք սպասելու 2 ամիս, եթե օրինակ նկատենք 2 շաբաթվա ընթացքում էական դրական փոփոխություններ չկան, մենք դադարեցնելու ենք փորձագիտական խմբերի աշխատանքները կառավարության հետ եւ արդեն անցնելու ենք մտնելու ենք պայքարի երկրորդ փուլ, սակայն ցավոք մենք դա տեսանք, որ տեղի չի ունենում բանակցողների կողմից, մեր կողմից անընդհատ հարցադրում կար, ինչ ենք անելու, քանի որ մեկ այլ անապահովներին տրվող աջակցության ծրագիր է մեկնարկվել ու ըստ իս պետք է մենք արդեն երկրորդ փուլ մտնենք միջև այդ ծրագրի մեկնարկը խորհրդի մեծամասնության կողմից մենք աջակցություն ցավոք չունեցանք եւ մեր խորհրդի անդամներից մեկի կողմից պետնախարարի պաշտոնի ընդունումը եւս չքննարկվեց խորհրդի հետ, ինչը եւս կարծում ենք մեզ համար անընդունելի է եւ հասարակության կողմից դա խորհրդի հանդեպ անվստահությունը մեծացրեց։ Ուստի մենք հարկամարեցինք, որ անկեղծ պետք է հանդես գանք հայտարարությամբ եւ ներկայացնենք այնինչ կա, քանի որ Իսկ ձեր գործողությունները, հաջորդ թիվ ինչ եք անելու հիմա։ Եթե անկեղծ մեր կարծիքով, մեր հասարակական կազմակերպության անունից եմ խոսում, մենք չունենք բավարար դիվանագիտական, թե քաղաքական ինչ-որ հմտություններ, որ ինչ-որ մենք առաջնորդություն սկսենք,